Մամուլում լուրեր տեսա, որոնք անդրադառնում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման գործընթացին, իհարկե տարբեր դավադրական երանգներով համեմված, եւ իմ մոտ հարց առաջացավ, թե ներողություն, իսկ որտեղ են ձևավորվում մնացած քաղաքական ուժերի համամասնական ցուցակները, ինչպես են դրանք ձևավորվում, կամ ինչպես են տեղի ունենում դրամահավաքները մյուս կուսակցությունների, որտեղ են դրանք տեղի ունենում, ովքեր են վերջիվերջո մասնակցում այդ դրամահավաքներին։ Իհարկե ես մի անգամ ասել եմ, որ այդ կուսակցությունները 30 տարի շարունակ դրամահավաք են արել, ուղղակի մարդիկ դրա մասին տեղյակ չեն եղել եւ իրենց կամքով չեն մասնակցել այդ դրամահավաքներին։ Եվ նրանք ըստ էության սովոր չեն ժողովրդավար եւ բաց թափանցիկ գործելավոճին։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս ամսվա փետրվարի 13-ին, 14-ին եւ 15-ին կանցկացնի իր համամասնական ցուցակի ձևավորման քվեարկությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, բաց թափանցիկ տրամաբանությամբ եւ բնականաբար ժողովրդավարական սկզբունքներով։ Եվ ես մեր քաղաքացիների ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա։ Հարցրեք։ Լրատվամիջոցներից հույս չունեմ բնականաբար, որ կհարցնեն, բայց հարցրեք մյուս քաղաքական ուժերին, որտեղ են ձևավորվում նրանց ցուցակները, որտեղ են հաստատվում նրանց ցուցակները, Հայաստանում են արդյոք հաստատվում նրանց ցուցակները, թե Հայաստանից դուրս որևէ մի կաբինետում հաստատվում են վերջնական ցուցակները, վերջնական նպատակները նաև այդ ցուցակում ընդգրկված մարդկանց։ Սա կարևորագույն հարց է, եւ այս հարցի պատասխանը մենք պետք է ունենանք, որպեսզի տեր կանգնենք մեր խաղաղությանը, տեր կանգնենք մեր ժողովրդավարությանը, տեր կանգնենք մեր պետությանը։ Լավ եղեք, լավ բոլորիդ սիրելի այրենիցներ։